Որոնք են զինված ուժերում զինծառայողների միջև կոնֆլիկտների, նաև մահվան ելքերով դեպքերի պատճառները։ Երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է գնահատում։ Նրա ձևակերպմամբ բանակում խնդիրների մեծ մասը ձևավորվում են միջավայրի նկատմամբ վերաբերմունքի մշակույթից։ Փաշինյանի դիտարկմամբ զինված ուժերում եղած խնդիրների 90%-ը բանակի հետ կապ չունի։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունում տղամարդու համար ավել բռնելը ամոթ է։ Խնդիրը ավելի ու տղամարդու մասին չի, խնդիրը միջավայրի մասին է։ Աղբի մեջ ապրելը ամոթ չի, աղբը հավաքելը տղամարդու կողմից կարող է եւ ամոթ լինի։ Հայաստանում խնդիրներ կան նաև ընտանիքներում։ Կանանց նկատմամբ բռնության հարցն էլ քննարկեցին։ Կառավարությունում փաստեցին, կանանց նկատմամբ բռնություն կա ոչ միայն մարզերում, այլ նաև Երևանում։ Բռնության միջավայր կա մեծ հաշվով, խտրականությունը, այդտեղ խտրականությունը ինչ է, այդտեղ իհարկե տերմինաբանության խնդիր կա, ես դա ուզում ասեի, պետք է հասկանալ խտրականություն ասելով ինչ նկատի ունենք, բայց այդ բանավեճը, բայց այո, այն որ կա բռնություն եւ բռնության միջավայր, դա ակնհայտ է։ Մենք էլի ենք առնչվել այս ոլորտին, մեր հասարակությունում կան այդպիսի թեմաներ, որոնց շուրջ սեղանների շուրջ ընդունված է ճոռոն բառեր ասել եւ կենացներ խմել, օրինակ այս դեպքում կանանց մասին, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունք է ցույց տալ կանանց նկատմամբ։ Խնդիրը կա նաեւ Երևանում, Երևանի ամենակենտրոնում, Երևանի արվարձաններում եւ ամենուր այդ խնդիրը կա Հայաստանի Հանրապետությունում։ Փաշինյանն անդրադարձավ նաև ընտանիքներում վատ սովորույթներին։ Նա զարմացած հարց է տալիս. որն է պատճառը, որ ընտանիքներում փոքր տղաներին հայհոյանք են սովորեցնում։ Տանը հյուրեր են հավաքում, ասենք բանը, միջոցը ոնց որ մարդիկ նորմալ նստած շփում են, մեկի արի, ասա դե բանին ինչ ես ասե, տատիկին ինչ ես ասե։ Ժողովուրդ կներեք, սա չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ։ Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվությունը խթանելու համար էլ կառավարությունը երկրորդ եռամսյակի համար հատկացրեց 209 միլիոն դրամ։ Աջակցություն կտրվի այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 եւ ավելի տարի անհուսալի դասում են։ Միաժամանակ մայր գումարին առնչվող պարտավորությունները չեն գերազանցում 1 միլիոն դրամը։ Փաշինյանը հետաքրքրվեց, որն է պատճառը, որ 40,000 աշխատողներ չեն դիմել, որպեսզի եկամտային հարկն ուղղվի իրենց վարկերի մարմանը։ Օրինակ մարդը ով անհուսալի վարկ ունի 3 տարի եւ լսում ա որ այդեն ծրագիր կա, ես որ այդպես լինեի, բոլոր գործերը կթողնեի, կգնայի, կդիմեի, որ արագ այդ պատմությունից ազատվեմ։ Փաշինյանը հանձնարարեց ուսումնասիրել եւ հասկանալ որն է խնդիրը։ Գուցե քաղաքացիները տեղյակ չեն ծրագրի մասին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։